Այսօր 2 դեկտեմբերի 2025 թվական։ Ես եւ իմ նման շատ Հիսուսի զավակներ շարունակում ենք սպասել մեր Տիրոջ գալստյանը, բայց ոչ թե նրա գալստյանը երկիր, այլ երկինք, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը կգա երկնքով եւ մեզ կվերցնի երկրի վրայից եւ կտանի իր թագավորություն։ Եվ երկիրը կմնա 7 տարվա վշտի մեջ եւ հակաքրիստոսի իշխանության մեջ եւ Տեր Աստծո բարկության մեջ։ Այն բոլոր սարսափները, որ կլինեն երկրագնդի վրա, այն բոլոր սարսափները, որ կտեսնի մարդկությունը, չի տեսել իր ստեղծման օրից աշխարհը մինչև հիմա։ Հատկապես վշտի երկրորդ մասում, երկրորդ 3.5 տարվա մեջ։ Հիմա երկրորդ 3.5 տարվա մեջ մեծ վիշտը, որ Աստծո ահեղ, սարսափելի, ահավոր բարկությունը պիտի թափվի երկրագնդի վրա։ Մենք շարունակում ենք սպասել մեր Տիրոջը։ Մարդկանց մեծ մասը, ում որ ասվում է, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է, նրանք չեն հավատում, շատերը չեն հավատում, բայց նրանք, ովքեր իրենց մեջ գոնե հավատի մի փոքր կաթիլ ունեն, Աստված դիպչում է նրանց սրտերին, եւ եթե նրանք հարցնում են Աստծուն, արդյոք ճիշտ է դու գալիս ես, Աստված պատասխանում է նրան։ Աստված խոսում է իմ եւ իմ նման մարդկանց շուրթերով իր զավակների համար, որպեսզի նրանք հասկանան, որպեսզի նրանք հավատան, որ իրենց Տերը գալիս է, որ իրենք ապրում են աշխարհի ամենավերջին օրերի վերջին ժամերում եւ դարձի գան եւ ապաշխարեն։ Շատերին թվում է ես ու իմ նման մարդիկ աշխարհում, որ խոսում ենք այսպես սոցիալական հարթակներում կամ դրսում եւ դուք մեզ վիրավորում եք, երևի մեզ հաճելի է, ոչ, բայց մեզ հաճելի է ծառայել մեր Տիրոջը եւ մեզ երջանկություն է պարգևում դա եւ մենք ուրախանում ենք, երբ ձեզանից ինչ որ մեկը դարձի է գալիս եւ հանուն դրա պատրաստ ենք, հանուն այդ ամենի պատրաստ ենք շարունակել ու շատ մարդկանց թվում է, թե ես ուզում եմ իրենց վախեցնել առանց ուսումնասիրելու ալիքը եւ իմ խոսքը առանց ուսումնասիրելու մի անգամից դատում ու մեղադրում եք, դրանով ինձ ոչինչ չեք անում։ Ուղղակի մի պահ խոնարհություն գտեք ձեր մեջ, ինչքան էլ որ ձեզ դուր չի գալիս այն, ինչ ես խոսում եմ, եւ աղոթքով հարցրեք Աստծուն եւ նա ձեզ ցույց կտա ճշմարտությունը։ Եթե դուք լսել եք այս խոսքը, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է, ուրեմն իմացեք, որ Տերն է ձեզ ասում։ Ես չեմ ասում, մյուսը չի ասում։ Տերն է մեր շուրթերով ձեզ ասում, որ գալիս եմ։ Պատրաստվիր, ապաշխարիր, դարձի եկ, ընդունիր քո իրական Տեր Աստծուն, ապրիր Տիրոջ պատվիրաններով։ Եվ ժամանակ չկա, Տեր Հիսուսը գալիս է։ Ոչ թե խոսում ենք, որ վախեցնենք ձեզ, վախենալին շուտով կսկսվի, եւ չերնեք նրանց, ովքեր հափշտակությունից հետո կմնան երկրի վրա։ Կսկսվի շուտով այդ վախենալին։ Արդեն սկսվել է շատ բաներ, բայց դուք ձեր աչքերն ու ականջները փակել եք ու ձեզ խաբելով ապրում եք, եւ երբ տեսնում եք, որ իմ նման ինչ որ մեկը խոսում է, չար հարձակումներ եք գործում։ Դրանից ինձ ոչինչ չի լինում, բայց դուք եք մնում մթության մեջ։ Դա այն չարն է, այն սատանան է, որն իշխանություն ունի ձեր վրա, եւ ձեզ չարացնում է եւ չի թողնում, որ դուք լսեք ճշմարտությունը։ Խնդրում եմ Հիսուս Քրիստոսի անունով հակառակվեք այդ սատանային, այդ չարին, որ ձեր վրա իշխանություն ունի։ Ոչ թե հակառակվեք ինձ կամ Աստծո խոսքին, որ ուղարկված է ձեզ, որովհետև հետո զղջալու եք միևնույն է, բայց ուշ է լինելու, դարձի եկեք, քանի դեռ ժամանակ ունեք, հակառակվեք չարին, ոչ թե Աստծուն։ Խնդրեք Տիրոջը, որ նա ձեզ ցույց տա իր ճշմարտությունը, հարցրեք, միթե ճիշտ են ասում այս մարդիկ, Տեր Հիսուս Քրիստոս, դու իրոք գալիս ես, կամ ձեր ականջներն ու աչքերը բացեք, նայեք աշխարհում ինչ է կատարվում, ամեն ինչ հիմա բաց է։ Միայն YouTube-ի միջոցով կարող ես իմանալ ամենը, ինչ որ կատարվում է աշխարհում։ Ինչու չեք ուզում տեսնել իրականությունը։ Միևնույնն է, երբ որ հակաքրիստոսը գա իշխանության, երբ որ իր նշանը սկսի ձեր վրա դնել, միևնույնն է, երբ Աստծո բարկությունները երկնքից թափվեն, դուք այլևս չեք կարողանա ձեր ականջներն ու աչքերը փակել, այլևս անհնար կլինի։ Եթե հիմա փորձում եք իբր պաշտպանվել այս սարսափելի իրականությունից, որ սպասվում է մեզ, ձեզ, նրանց, ովքեր որ կմնան երկրի վրա հափշտակությունից հետո, եւ նրանց, ովքեր ընդհանրապես հիմա ապրում են աշխարհի վրա, եթե մտածում եք, որ հակառակվելով պիտի պաշտպանվեք, սխալվում եք։
Այն ժամանակ, երբ արդեն երկնքից Աստծո բարկությունը լցվի մեր մարդկանց վրա, չեք կարողանա դուք ձեզ խաբել։ Երբ հակառակ Քրիստոսը գա իշխանության, դուք չեք կարողանա ձեզ խաբել։ Մենք շարունակում ենք սպասել Հիսուս Քրիստոսին եւ նա շուտով կգա։ Տեր Հիսուսը գալու է իր հարսի հետևից։ Հարսը Տիրոջ իրական մաքուր, մաքրված ավակներն են, սրբերն են։ Նրանք, ովքեր թողեցին աշխարհը, թողեցին չարությունը, թողեցին մեղքը, թողեցին մութը եւ գնացին դեպի լույս, Տեր Հիսուս Քրիստոս։ Հիսուս Քրիստոսն է ճշմարիտ լույսը աշխարհի, միակ լույսը աշխարհի։ Եվ որտեղ Տիրոջ լույսն է, որտեղ Տեր Հիսուսն է, այնտեղ չի կարող լինել խավարը, որովհետև խավարը չկարողացավ տիրել լույսին, Հիսուս Քրիստոսին։ Եվ խավարը չարն է, սատանան։